Վերջին 17 տարում միջազգային ֆինանսական կազմակերպությունները ավելի քան 74 միլիարդ դոլարի ֆինանսավորում են կատարել Եվրասիական տարածաշրջանի մասնավոր հատվածում։ Եվրասիական զարգացման բանկն ուսումնասիրել է 2008-ից 2024 թվականները ներառող 11 երկրի տվյալներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս և Մոնղոլիա։ Несуверенное финансирование обладает рядом преимуществ. Ոչ սուվերեն ֆինանսավորումը ունի մի շարք առավելություններ, այն գործում է որպես մասնավոր ներդրումների աճի կատալիզատոր և ընդհանուր առմամբ աջակցում է երկրների և մասնավոր հատվածի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս ֆինանսավորումը չի մեծացնում պետական պարտքը և առաջարկում է ճկուն պայմաններ երկարաժամկետ ներդրումների համար։ Վերջին 3 տարում մեր տարածաշրջանում միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներդրումների հիմնական ստացողները եղել են Ղազախստանը և Ուզբեկստանը, մինչդեռ Հայաստանը ոչ սուվերեն ներդրումների առաջին 5 ստացողների շարքում է, վերջին 3 տարում ավելի քան 1 միլիարդ դոլար ծավալով։ Հարավային Կովկասի երկրներում նախորդ 17 տարում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալը կազմել է 11,3 միլիարդ դոլար, կամ ընդհանուրի 15%-ը, որից Վրաստանում 5 միլիարդ դոլար, Հայաստանում 3,7 միլիարդ, Ադրբեջանում 2,6 միլիարդ։ Если говорить про долю Армении, Եվրասիական տարածաշրջանում Հայաստանի մասնաբաժինը կազմում է մոտ 5%, եթե 2008-ից 2010 թվականներին Հայաստանի միջին մասնաբաժինը կազմում էր մոտ 2%, վերջին 3 տարում այն աճել է մինչև 7%։ Բացարձակ արժեքներով Հայաստանի միջին տարեկան ոչ սուվերեն ֆինանսավորումը աճել է գրեթե 4 անգամ, տարեկան միջինը մոտ 100 միլիոն դոլարից հասնելով գրեթե 400 միլիոն դոլարի։ Մեր տնտեսությունում հիմնական ֆինանսավորողները եղել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 920 միլիոն դոլար, Միջազգային ֆինանսական կորպորացիան 835 միլիոն և Եվրասիական զարգացման բանկը 782 միլիոն դոլար։ Մի կողմից դա խոսում է վստահության մասին, մյուս կողմից է պետք չի դիտարկել միայն, որ մենք լավն ենք, այսպես ասած, մեր մոտ ներդրում են անում, որտեղ այդ կազմակերպություններից մի մասը հիմնականում նպատակ ունեն ֆինանսավորելու զարգացումները, այսինքն իրենց կողմից ֆինանսավորումները հիմնականում միտված են որոշակի տնտեսական զարգացումներին կամ որոշակի ոլորտների զարգացումներին։ Այս պարագայում մեր համատեքստը կարևոր է նրանով, որ մեր ներքին ռեսուրսների սահմանափակության պայմաններում կարող ենք միջոցներ ներգրավել։ Վերջին 3 տարում միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցները Հայաստանում ուղղվել են ֆինանսական ոլորտին, հանքարդյունաբերությանը, հիդրոէներգետիկային, արևային էներգիային և հեռահաղորդակցությանը, նշում է Անտոն Մալախովը։ мы видим, что интерес Մենք տեսնում ենք, որ միջազգային ֆինանսական հաստատությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի աճում է, ինչպես սուվերեն, այնպես էլ ոչ սուվերեն գործարքների ծավալները մեծանում են։ Ոչ սուվերեն գործարքների միջին տարեկան ծավալը աճել է գրեթե 4 անգամ, իսկ սուվերեն գործարքներինը 25%-ով։ Սա խոսում է Հայաստանի տնտեսության հասունության և զարգացման հաստատությունների բարձր վստահության մասին երկրի տնտեսության երկարաժամկետ աճի հեռանկարի նկատմամբ։ Զարգացման կազմակերպությունները Հայաստանում կենտրոնանում են միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու, կայուն ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու և կլիմայի փոփոխության ու բնական աղետների նկատմամբ դիմադրողականությունը խթանող ներդրումների վրա։ Ապագայի հիմնական միտումներն են կանաչ տնտեսության ֆինանսավորումը և այնպիսի ոլորտներ, որոնք արագ տնտեսական աճ գուցե չբերեն, նկատում է զեկույցն ուսումնասիրած փորձագետը։ Այն ոլորտների ներդրումներին պիտի շեշտադրումներ կատարի, որոնք տնտեսական աճին ավելի մեծ նպաստ են հատկացնում եւ ավելի են արագացնում տնտեսական աճը եւ դրանց ասած արդյունքները ավելի շուտ է երևում, որովհետեւ կանաչ ֆինանսավորման համատեքստում կատարված շատ ներդրումներ հնարավոր է իրենք մեծ տնտեսական աճի արագ էֆեկտ չբերեն, դրանք հիմնականում նպատակ ունեն կայուն զարգացման որոշակի ֆինանսավորումների կատարումը։ Մյուս կողմից էլ կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ ներդրումների մի մասը կատարվեն ազգային արժույթներով եւ ազգային արժույթներով կատարված ներդրումները բնականաբար ավելի մասնավոր հատվածից ռիսկերի նվազեցում են ենթադրում արտարժույթային։ Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչի խոսքով ակնկալում են, որ առաջիկա տարիներին միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման տեմպը մասնավոր հատվածում կպահպանվի։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։